Ընկերությունը հիմնադրվել է 1951 թվականին և դեռևս Խորհրդային Միության տարիներին գործել է որպես մթերման կետ և Տավուշի շրջանի խաղողը վերամշակել է և գինենյութը մատակարարել է Երևան։ 2008 թվականից ընկերության համար սկսվեց նոր զարգացման ուղի։ Եթե մինչ այդ գործարանը արտադրում էր խաղողից պատրաստված գինիներ, մրգային օղիներ, 2010 թվականից սկսեցինք կոնյակ արտադրել, իսկ 2013-ից սկսեցինք պահածոների արտադրություն, սկսել ենք շատ փոքր քանակից և այժմ բավականին մեծ հաջողություններ ունենք։ Եվ ալկոհոլային արտադրանքի և պահածոյացված մթերքների արտադրանքի դեպքում մեր ընկերությունը նույնականացման միջոցներով դրոշմավորումը սկսել է փորձնական փուլից, քանի որ մեզ պետք էր մեկ քայլ առաջ ավելի լավ տիրապետել ներդրվող ծրագրին և ժամանակ հասկանալու համար ինչպես կարելի է ավելի օպտիմալացնել ներդրման և դրոշմավորման գործընթացը։ Data Matrix կոդը տրամադրվում է յուրաքանչյուր ընկերության և պատկանում է միայն նրան, այսինքն այլ ընկերություններ չեն կարող օգտագործել այդ կոդերը, ինչը պաշտպանում է կեղծիքներից և թույլ չի տալիս, որպեսզի շուկա մուտք գործեն անորակ և կեղծ արտադրանքներ։ Թվային դրոշմավորումը ունի իր առավելությունները և պետության, և բիզնեսի, և սպառողի համար։ Պետության համար այն հնարավորություն է տալիս վերահսկել արտադրանքի ողջ հետագծելությունը, թե որտեղ է այն արտադրվել և որտեղից սպառվել։ Պետությանը նաև տալիս է հնարավորություն պայքարելու ստվերի դեմ և ստեղծում է լրացուցիչ հարկային մուտքեր, ինչը շատ կարևոր է մեր պետության զարգացման և բարգավաճման համար։ Բիզնեսի համար այն պաշտպանում է արտադրողին կեղծիքներից, ինչպես նաև ստեղծում է հավասար հնարավորություններ շուկայի բոլոր մասնակիցների համար։ Իսկ սպառողը հնարավորություն է ունենում թվային դրոշմավորման միջոցով հասկանալու տվյալ արտադրանքի բնութագիրը, արտադրության ամսաթիվը, արտադրողին և այնուհետև որոշում կայացնել գնել, թե չգնել։ Համակարգում պարբերաբար կատարվող փոփոխությունները ոչ միայն նպաստում են համակարգի զարգացմանը, այլև բիզնես պրոցեսների բարելավմանը։ Ճիշտ է, բոլոր գործընթացներում դժվարություններ առաջանում են, նամանավանդ սկզբնական փուլերում, բայց մենք գիտակցում ենք, որ այդ փոփոխությունների ամբողջական կատարման դեպքում ունենալու ենք ավելի լավ արդյունք և պետության, և բիզնեսի, և սպառողի համար։